Ես 26 տարեկան եմ ու այս պայծրությամբ մեծ պարտավորություններ իմ կյանքում չունեմ։ Որն է այն պահը, որ ես արդեն այնքան ֆինանսական կայուն եմ, որ կարող եմ մտածել ներդրումներ անելու մասին, որ ներդրում չենք անում, եթե չունենք ապահովության ֆոնդ։ Փողը ավել լինում է։ Ինձ շատ հետաքրքիր թեմաներ կա, թե ոնց է $50,000 մեքենան 5 տարվա մեջ դառնում $20,000։ Մեքենա չունենալը դժվար է։ Բրենդային պայուսակը ինձ չի կարող ուրախացնի։ Մեկ-մեկն ինձ մտքեր են գալիս, որ ուղղակի ուզում եմ Instagram-ս փակեմ, գնամ, վերանամ այդ աշխարհի։ 50-30-20 եմ անում, որ այդ 50-ը պարտադիր ծախսերն են, 30-ը սվարճանքն է, որի մեջ կոֆեն է մտնում, 20-ը ներդրումներն են։ Եթե իրոք այդ են գումարն ա, որ դու այսօր քեզ ուղղակի պետք է դու երկու օրից աշխատավարձ կստանաս, հետ կդնես տեղը ու դրա դիմաց շատ դեպքերում նույնիսկ տոկոս չես վճարի։ Ներդրում եմ անում իմ ամսական աշխատավարձից, նաև այնպիսի ֆոնդեր, որոնք Ամերիկայից դուրս են, դա կարող է լինի Հնդկաստանը, Չինաստան, բոլորը միասին։ Մի աշխատիր փողի համար, այնպես արա որ փողն աշխատի քեզ համար։ Իսկ թե ինչպես, այսօր բացահայտելու ենք ֆինանսական բլոգի հեղինակ, Instagram-ում Girls and Finances Edge-ն է, կթողնեմ description-ում Տաթևիկի հետ։ Ողջույն Տաթևիկ։ Ողջույն Հայկոյի ջան։ Գիտեմ, որ չես ապրում Հայաստանում, ապրում ես Ամստերդամում, բարի գալուստ Հայաստան։ Կանդրադառնանք դեռ այդ հարցերին, որոնք էլի բավականին հետաքրքիր են, բայց քանի սկսել ենք հենց փողի մասին խոսել, արի այդտեղից էլ շարունակենք։ Ոնց անենք, որ փողը աշխատի մեր համար։ Հիմնականում կարելի ասել ներդրումներով ենք անում այդ ամեն ինչը, տարբեր տեսակի ակտիվներ կան, հաստատ դրանցից էլ կխոսենք, բայց երկու տեսակի եկամտի աղբյուր կա, մեկը ակտիվն է, մյուսը պասիվ է։ Ակտիվը, երբ մենք մեր ժամանակը տալիս ենք, որ փող աշխատենք, այսինքն մեր 8 ժամյա ժամանակը, կեստրույք եւ այլն այդ ամեն ինչի դեպքում մենք գնում ենք եւ մեզ գործատուն գումար է տալիս։ Իսկ պասիվի դեպքում արդեն ակտիվներն են սկսում մեզ համար աշխատել։ Իսկ ակտիվներն արդեն տարբեր տեսակի են լինում, կարող եմ արդեն սկսել թվել, մենք կարող ենք անշարժ գույքը դիտարկել, ավանդները, ինչ որ չափով, պարտատոմսերը, բաժնետոմսերը, ու նման բաներ։ Քեզ համար ավելի իրատեսական, ավելի շատ որ դու օրինակ այդպես կանես, ոնց ես դու անում։ Ակտիվներ մի քիչ ավելի ֆինանսական տերմին է, իհարկե ով գիտի իր համար ավելի հեշտ կլինի հասկանալ, բայց այն մարդը օրինակ ով չգիտի, ուղղակի լսել այդ միտքը, փողը թող աշխատի մեզ համար։ Ինչ պատկերացնի սրա տակ։ Այսինքն մենք փողը ներդրում ենք անում ինչ որ X բանի մեջ, ու այդ X բանը փոխանակ կորցնի իր արժեքը, իրականում առաջ է շարժվում։ Տարբեր տեսակի բաներ կան, որ կորցնում են իրենց արժեքը։ Օրինակ դրա մեջ է հագուստը, որ գնացինք, մեքենան է դրա մեջ, որովհետև իրանք հիմնականում արժեք կորցնող ինչ որ բաներ են, որ լավացնում են մեր կյանքը, բայց իրանք իրենցից արժեք չեն գեներացնում։ Իսկ ակտիվը ինչ որ մի բան է, որ ժամանակի ընթացքում ավելի շատ արժեք է գեներացնում ու փաստացիորեն X ներդնելով մենք կարող ենք, չգիտեմ, կրկնակի հանել կամ եռակի հանել, նայած ինչ որոշում ենք կայացնում ու ինչ ակտիվ ենք ընտրում։ Որ ակտիվներն են քո համար ավելի նախընտրելի։ Դու որտեղ ներդրում կանես։ Բաժնետոմսերն են այս պահին, ես շատ տարիքային եմ այս հարցին վերաբերվում, քանի որ ես 26 տարեկան եմ ու այս պայծրությամբ մեծ պարտավորություններ իմ կյանքում չունեմ։ Ես ավելի շատ բաժնետոմսերում եմ այս պահին ներդրումներ կատարում, որովհետև կարծում եմ, որ շատ ժամանակ ունեմ, որ կկարողանամ մեծ կապիտալ ձևավորել։ Դա եմ դիտարկում ամենաշատը։ Ըստ տարիքի կարելի է այտենց տարբեր ակտիվներ դիտարկել, օրինակ լիքը մարդիկ պարտատոմսերը կդիտարկեն, իրանք մի քիչ sense տարբեր են, պարտատոմսերը ավելի пассив եկամտի աղբյուր է, իսկ բաժնետոմսերը պետք է շատ թողնել, որ մարքեթում այդ կազմակերպությունը կամ այդ ֆոնդը առաջ գնա։ Երբ ես ակնկալում, որ կստանաս առաջին եկամուտը, այսպես ասած, քլոուներից։ Դե ինչ որ sense փոքր դիվիդենդներ ստանում եմ, բայց հիմնականում եմ ֆոնդերում եմ ներդրումներ անում, որ դիվիդենդն էլ իրենք ավտոմատ էլի ֆոնդին են ներդրում անում, որ ավելի մեծ ուժով, այսպես ասած, կապիտալ ձևավորեմ։ Հիմա տենց հանգիստ թողել եմ, հաստատ 20 տարին մեջն է, որ ես ուզում եմ ուղղակի ակտիվ լինել, շարունակել ներդրումներ կատարել իմ աշխատավարձից, ու ուզում եմ տենց հանգիստ թողել, կարող է ինչ որ պահ կյանքում գա, որ ես հստակ հասկանամ, որ ինչ որ ակտիվներ եմ ուզում վաճառել, ինչ որ մեծ բաներ կա իմ կյանքում, որ գումար է ինձ պետք, այս պահին այդ չունեմ։ Այսինքն ավելի երկարաժամկետ հորիզոնի համար եմ անում։ Էդ էլ է հետաքրքիր հարց, որովհետև օրինակ նույնիսկ ես իմ համար նախընտրելի գործիք շատ դեպքերում ավանդն է, հեշտ է նախ ավանդենելը, արագ վարկանների հարցը հիմա բոլոր բանկերի application-ներն էլ տալիս են այդ հնարավորությունը, արագ ավանդենենք, տեսանելի է, մենք անդադ մեր փողը, այսպես ասած, տեսնում ենք ինքը ինչ որ ապահով տարածքում է, տոկոսները ստանալը կամ կապիտալացվում է, իդեպ հեսա կապիտալացումից էլ խոսենք, կամ կապիտալացվում է կամ ինչ որ ժամանակը մեկ ես այդ տոկոսն եմ ստանում, էլի ստացվում է աշխատում է, չէ՞։ Հիմա օրինակ ինչի ավանդը քո համար նախընտրելի տարբերակ չի, ինչի է բաժնետոմսն ավելի նախընտրելի, կամ ցանկացած ժամանակ եթե ինձ պետք լինի, ես իմ
ավանդը կխզեմ, իմ գումարը հետ կստանամ։ Բաժնետոմսի դեպքում ինչ եմ։ Տեսեք, ես ուղղակի Ամստերդամ եմ ապրում ու տենց դրամ էլ չունեմ, որ դրամական ավանդներին նայեմ։ Այսինքն ես այդտեղ արժութային խնդիր ունեմ, հա, այդ դրա հետ կապված։ Եթե ես Հայաստանում ապրեի ու դրամ ունենայի, ինձ թվում է ինչ որ չափով ես նաև ավանդ կունենայի, որովհետև դրամի վրա ավանդներն ու պարտատոմսերը բավական լավ տոկոս են տալիս։ Ուղղակի իմ ներդրումները հիմա դոլարային ու եվրոյով են հիմնականում, քանի որ ես եվրոյով աշխատավարձ եմ ստանում, ու արտարժույթի դեպքում արդեն ավանդը մի քիչ ավելի փոքր է տոկոսները 4-ը, 3.5, ինքը ավելի շատ փոքր տոկոս է։ Երկարաժամկետ ներդրումները հիմնականում կարելի է հաշվել տարեկան 10% կապիտալացման ուժով կարողանում են տալ, բայց այդ պետք է բավական շատ տարիներ էլ իրեն թողենք ու իրենով զբաղվենք, որ դա լինի։ Ավանդը կարողանում եք խզել, այսինքն ինչ որ եթե դուք կա վճարում եք դրա համար, այդ ունենում եք, դրամի հետ կապված մենք ուրիշ տարբերակ չունենք, էլ մեր ավանդներն ու պարտատոմսերն են։ Իսկ բաժնետոմսերի դեպքում մի քիչ ավելի լիկվիդայնությունը մեծ է, տույժեր ու տուգանքներ չկան, պարզապես պետք է վաճառել դրանք։ Բաժնետոմսերի շուկայում տենց բիլիոնավոր մարդիկ կան էլի, որ այդ պահին տենց վաճառքով են զբաղվում ու ավելի հեշտ է այդ էքսիտն անելը դուրս գալը, տույժեր տուգանքներ չկան, ուղղակի միջնորդավճար ենք վճարում, որը հիմնականում ավելի փոքր է լինում նայած հարթակից ներդրումային։ Իրականում հետաքրքիր աշխարհ է շատ, քանի դեռ եթե մտել ես ինչ-որ գործողություններ արել ես անցած տարի նույնիսկ հետաքրքրության համար Հայաստանի շուկայից առաբաժնետոմս, թելսելի բաժնետոմս առա ու ուղղակի մինուսով հազիվ ծախեցի։ Դրանից հետո մի քիչ ինքս ինձ խոստացել եմ առայժմ բաժնետոմս չառնել Հայաստանի շուկայից ամեն դեպքում, բայց օրինակ հիմա ես որ մինուսով ավարտեցի այդ գործարքս, երևի պակաս ռեսուրսի արդյունք էր կամ չգիտեմ, բայց ամեն դեպքում ինչ գիտելիք է մեզ պետք այս սկսելու համար, որ ինքնավստահ ավելի սկսենք դա անել։ Իհարկե կորուստներ կունենանք, դա չի հարցը, եկամուտներ էլ կունենանք, բայց այն որ մենք համարենք, որ մենք արդեն ունենք այնքան բավարար գիտելիք, որ կարող ենք մեզ թույլ տալ անել այդ ներդրումները։ Բաժնետոմսերի շուկայի մասն ենք խոսում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Հիմա ես շատ տենց հայերեն ռեսուրսներ եմ փորձում գրել դրա հետ կապված, ես ինքը շատ անգլիախոս ռեսուրսներ եմ կարդացել, որովհետև 21 թվականին ես եմ սկսել ներդրումներ կատարել, 22-ին պատերազմ ու տենց ամեն ինչ իմ համար շատ բարդ էր։ Իրականում շատ կարևոր է էմոցիոնալ կայունությունը, պետք է հասկանալ, որ եթե չենք վաճառել, մենք ոչ եկամուտ ունենք, ոչ վնաս, անգամ եթե հիմա կրկնապատկվել է մեր գումարը ու չենք վաճառել, մենք չունենք դա։ Մերը չի դեռ չենք։ Հա, դեռ մերը չի։ Ես հիմնականում դիտարկում եմ այդ երկարաժամկետ աճի հետ կապված ETF-ները, որոնք ֆոնդեր են, այսպես ասած, այսինքն գումարը տալիս եք ֆոնդին, ֆոնդը ունի մենեջեր ու այդ ֆոնդը կառավարում է դրանք։ Ֆոնդեր հետ կան, որ հետևում են հայտնի ինդեքսներին, օրինակ S&P 500, որը Ամերիկայի top 500 ընկերություններն են, այսինքն իրանց դեպքում սրանք դինամիկ լիստեր են, որոնք եթե այդ լիստից ինչ-որ մի ընկերություն լավ արդյունք չի ունենում, իրեն ուղղակի հանում են, նորն են դնում։ Եթե երկարաժամկետ ներդրումներ են ու դուք ուզում եք երկարաժամկետ խաղալ, պարզապես պետք է հասկանալ, որ այդ գումարը հիմա ակտիվ է։ Այսինքն ճիշտ է, ինքը ցույց է տալիս, պորտֆելի ինչ-որ թիվ կա, ինքը ցույց է տալիս, բայց ձեր տունն էլ չէ, եթե տուն եք ունենում արշարժույթ, եթե դուք շուկայական ամեն օր կարող եք նայել իր գինը ոնց է փոփոխվում, դուք էլ կարող խոճապի մատնվեք ու վաճառեք։ Զուտ պետք է այդ էմոցիոնալ որոշումը չկայացնել, թողնել, որ եթե դիվերսիֆիկացված ֆոնդեր են, որ արդեն գումարը բաշխում է տարբեր ակտիվների մեջ, պետք է հանգիստ թողնել, հասկանալ, որ սա էկոնոմիկայից մաս է, կարող է պատերազմ լինի, իր գինը կիչնի, կարող է շատ լավ ժամանակներ լինեն, գինը կբարձրանա, պետք է թողել երկարաժամկետ, այդ ամեն ինչ իր գործն անի։ Իսկ կարճ խաղալու փորձեր ունեք։ Լիկվիդացրել եմ մի անգամ, շատ սխալ բաժնետով, երբ ոչ մի բան չի հասկանում։ Այտենց ինչ-որ բան արել եմ, բայց մի անգամ է եղել, տենց շատ քիչ գումար եմ տուժել, ուղղակի տենց փոքր բան, հիմա էլ չեմ լիկվիդացնում, ավելացնում եմ միշտ։ Ես մի քանի անգամ նույնիսկ եկամուտ եմ ստացել այդ արագ ծախելու արդյունքում, բայց հետո իհարկե փոշմանել եմ, որտեվ այդ եկամուտը կարող է շատ ավելի շատ լինել, որտեվ երբ որ տեսնում էի, թե իրականում ոնց է գինը աճել հետո, ուղղակի աբսուրդ էր այդ ավելի շուտ դա վաճառելը, բայց դե հա, ամեն ինչը փորձի արդյունքում է մի տեսակ հնարավոր լինում սովորել։ Հիմա օրինակ կան մարդիկ, ովքեր նոր ուզում են սկսել անել ներդրումներ, նախ ֆինանսական տեսանկյունից մի քիչ կուզեմ հասկանալ, որն է այն պահը, որ ես արդեն այնքան ֆինանսական կայուն եմ, որ կարող եմ մտածել ներդրումներ անելու մասին,
պետք է արդյոք իմ կյանքից կտրեմ դա անեմ ներդրում, ասենց ինչ-որ բալանս հաշվելու մեխանիզմ կա, որ հասկանամ, որ արդեն ունեմ այնքան գումար, որ կարող եմ ներդրում անել։ Նախ կասեմ, որ ներդրում չենք անում, եթե չունենք ապահովության ֆոնդ, որը այդ բարձիկն է, որի վրա կարող ենք հենվել։ Հիմնականում դա նայում ենք 3-ից 6 ամսվա պարտադիր ծախսերի գումար։ Երիտասարդների դեպքում ինչքան պարտադիր ծախսերը ավելի փոքր են, այդքան ավելի շուտ կարող են իրենք ներդրումներ անել, որովհետև 3-ից 6 ամսվա գումարը կհավաքեն, միշտ մենք խնայողական հաշվում, որ ինչ-որ տոկոս գեներացվի, որտեղ կա ինֆլյացիա, հետո նոր կարող ենք ներդրումներ անել։ Մենք միշտ ներդնում ենք այն փողը, որը այսպես ասած մեզ պետք չի, ու մենք ուզում ենք իրեն տալ 10 տարի հետո մեզ կամ 20 տարի հետո մեզ էլ ավելի շատ եկամտաբերությամբ։ Լավ է, հնչում շատ մեզ պետք չի, բայց այդ մեզ պետք չի սահմանը հոգեբանորեն որոշելը շատ դժվար է, որտեղ փողը միշտ պետք է, ինչի պետք չի։ Ու այստեղ հիշեմ քո Instagram-ի պոստերից մեկը բրենդային պայուսակների վերաբերյալ, առնել չառնելու վերաբերյալ, ինչի առնել, ինչի չառնել։ Այստեղ օրինակ հակասություններ, տարակարծություններ շատ կարող են լինել։ Ինձ պետք է արդյոք այդ պայուսակը, թե պետք չի այդ պայուսակը։ Ու կան դեպքեր, որ իրականում պետք է այդ պայուսակը անկախ իր գնից, իր շատ ավելի ճոխ լինելուց, քան չգիտեմ, երևի պետք է, ինչ որ մի բան տալիս է ինձ ուրախության տեսքով կարող եմ ասել, չգիտեմ, ուրիշ հարցեր կան, որ կարող է ինչ որ մի ձև կոմպենսացնել այդ, ու շատ դժվար է էլի այստեղ մաթեմատիկական ֆորմուլա գտնել, հասկանալու համար պետք էր ինձ թե պետք չէր, այս փողը ավել էր, թե ավել չէր։ Փողը ավել լինում է։ Փողը ավել լինում է, ինձ թվում է, ու շատ գալիս է փողի հետ հարաբերությունները, այսինքն մենք իրան ոնց ենք դիտարկում։ Ինքը կարող է այդ բրենդային պայուսակը առնի, բայց արդյոք մենք դա ենք ուզում մեր կյանքից, թե ուզում ենք ավելի մեզ ապահով զգանք, ավելի կարողանանք պատկերացնել, որ մենք ավելի շուտ թոշակի գնանք միգուցե 45-ում, որ լիքը ակտիվներ ունենանք, հետո այդ ակտիվները կարանք դարձնենք պարտատոմսեր, իրանք մեզ լիքը գումար ապահովեն ու մենք տենց ավելի հանգիստ պարտավոր չենք լինի, այսպես ասած 8 ժամ աշխատել, կարող ենք 4 ժամ աշխատել, այդ դեպքում ավելի ուրիշ ճանապարհով, այսինքն մեր կյանքը փոխել։ Իմ դեպքում բրենդային պայուսակը ինձ չի կարող ուրախացնի, բայց օրինակ ես որ ունեմ անձնական բրենդ, այն որ ես կարողանում եմ վերցնել այն առաջարկները, որոնք ինձ դուր են գալիս, օրինակ ասել ոչ նրանց, ովքեր այս պահին իմ արժեքը չեն կիսում, այդ է ինձ ուրախացնում, որովհետև երբ որ կարծում եմ, երբ դու վստահ ես ինքդ քո մեջ, գիտես ինչ ֆինանսական հիմքերի վրա ես կանգնած, ավելի ուրիշ ձև ես մտածում, քո բրենդի տեսանկյունից ավելի լիդեր ես դառնում, թե ինչին ասես այո ու ինչին ասես ոչ, ու ընդհանուր կյանքում էլ էլի այդպես հավեսա չէ այդ ազատությունը։ Հա, ազատությունը հիանալի բան է, որ կարաս ուղղակի ոչ ասես, չեմ, վատ մարդկանց, որ չես ուզում իրանց հետ շփվես, ու ընդհանուր կախում չես ունենում ոչ մի բանից, ավելի ազատ ես։ Ես իրականում զարմացած եմ, կհիշես ոնց եկար այս մտքին, ոնց եկար կյանքի այս կետին, որ իրոք դու հիմա կարողանում ես sense մտածես, որ բրենդային պայուսակը քեզ չի ուրախացնի, կամ որ իրոք գնահատում ես այն ինչ որ կա, դու որոշել ես մտածես հետոյի մասին, որ հետո այս ակտիվները քո համար աշխատեն, ոչ թե դու հիմա ավելի շատ աշխատես, ոնց ստացվեց։ Ինձ թվում է շատ ստացվեց գրքերով, ես տեղափոխվել եմ Նիդերլանդներ 21 տարեկանում ու ինձ համար sense երիտասարդ տարիք, Ամստերդամ, տենց ինչ որ լիքը պայուսակներ կոշիկներ, իրականում իմ տեղը շատ փոքր էր ու ինչ որ պայից ես հասկացա, որ ուղղակի տեղս լցվել է ու ոչ մի բան ես չեմ կարողանում անել այդ իրերի հետ։ Հետո ավելի ուրիշ իրեր սկսեցի վերցնել, իմ մարմինը սկսեց փոխվել, որովհետև շատ անցումային տարիք է, հետո ավելի շատ ես սկսում քեզնով զբաղվել կամ չգիտեմ ինչ որ նոր բաներ ես, սովորություններ ես ձեռք բերում եւ այլն, ու ես հասկացա, որ այն ամեն ինչ որ գնել էի, սկսեցի նվիրել ուղղակի բարեկամներին ու մտածում էի, որ այդ գումարը փաստորեն տենց չկա էլ, գնաց, հա, էլ չկա ու ինձ թվում է այդ պահից սկսեցի գիտակցել, որ երևի ավելի պետք է հասկանամ ֆինանսները ինչպես են աշխատում, ու օրինակ կապ չունի, որ իմ աշխատավարձը այդ պահին ինձ կարող էր թույլ տալ շատ թանկ բաներ, շատ թանկ կյանք, ես հասկացա, որ մի քիչ մի քանի կալ կարող եմ հետ գնալ ու փորձել ավելի քիչ ծախսել, փորձել հասկանալ, թե ինչպես կարող եմ այնպես անել, որ այս տարիները, որ ես Ամստերդամ ավելի շատ, այսպես ասած, աշխատավարձ էի ստանում, ինչ որ բանի վերածեն իմ համար ապագայում, որ ասենց միշտ լավով հիշեմ, ոչ թե վատով։ Հետաքրքիր է, օրինակ, որ չգնայիր Ամստերդամ, մնայիր Հայաստանում։ Էլի նույնը կլիներ, թե չէր լինի։ Ոչ, շատ հետաքրքիր է, ես էլ եմ մտածում, իմ մայրիկը ասում է, որ դու միշտ էլ տենց ես եղել, էլի կխնայիր, բայց ինձ թվում է ավելի կվախենայի ներդրումների տեսանկյունից։ Շատ շրջապատը շատ է մարդուն փոխում, օրինակ իմ գրասենյակում կարելի է ասել
տենց մի 70%-ը ներդրումներ է անում։ Ու ես իրանցից եմ սկսել առաջին անգամ լսել, իրանց հարցրել եմ իրանք ինչի մեջ են ներդնում, ես եմ արդեն գնացել, որոշել ես ինչ ֆոնդեր եմ ուզում, որն է իմ նպատակը, ու իրանցից մարդկանցից շատ բան է գալիս շրջապատի, այսինքն ոնց եղավ շրջապատը սովորաբար այդպեսին էլ ի վերջո դառնում ես դու հատկապես սովորությունների ձևավորման առումով։ Ես մի քիչ Instagram-ը այս պահին շատ իմ համար մի տեսակ անառողջ եմ մեկ-մեկ զգում, որովհետև էլի ինչ որ on-line շրջապատ է ու ինձ թվում է մենք կարանք ոնց որ ավելի sense արժեքավոր ինչ-որ կոնտենտներ էլի ունենանք այդ հարցի շուրջ։ Այդ հարցի շուրջ ես էլ եմ շատ մտածում ու մի քանի տարբեր միտք միանգամից իրար հակասող գալիս են իմ մտքին, մեկ-մեկն այնց մտքեր են գալիս, որ ուղղակի ուզում եմ Instagram-ս փակեմ, գնամ, վերանամ այդ աշխարհից, մեկ-մեկ հակառակ ուզում եմ ինչ-որ լավ բան ստեղծեմ, որտեվ օրինակ ուրիշ երկրներում անգլերենու կամ ռուսալեզու կոնտենտ որ տեսնում ես ու հավանում ես, լավն են իրական, sense որակով ինչ-որ բաներ են խոսում, համայնքը ձևավորվում, դրա շուրջ քննարկումներ են լինում, ասենց անկեղծ նախանձով եմ նայում ու շատ հավես է։ Ես էլ այտենց ու ես տենց ոգի շնչվելով հիմնական անգլիախոս կոնտենտից որոշեցի որ հայերենը բացեմ։ Շատ նման է իմ ընդհանուր տենց մտածելակերպ անգլիախոս կոնտենտից, որտեղ ես իրանցից եմ ոգի շնչվում շատ դեպքերում, ու ես մտածում եմ ինչ հաճելի է որ իրանք ունեն այս ամեն ինչը, իրանք խոսում են, ինձ շատ են ասում ինչի հենց անգլերեն չես բացել, ավելի մեծ բան շրջանակ ունենայր ու ես մտածում եմ այնտեղ պետք է մրցակցեի, իստե մի քիչ ավելի sense լավ է հայերենով, որ մեր հայերին հասնի այտենց։ Համ այդ համ մրցակցելը համ հայրոք որ ուզում ես լավ բան անես հայերի համար, հենց որտեղ բոլորը չի որ հասնի հայերին, հասնի հայերին։ Հետո իրանց ավելի մոտիկա լինելու, բայց այդտեղ էլ մի հատ հետաքրքիր հարց, դու չես ապրում Հայաստանում, բայց այնտեղից խոսում ես մեր համար, հայերի համար։ Բայց ես չգիտեմ հերվից ինչքանով է հնարավոր շատ լավ պատկերացնել թե իրականում ինչա կատարվում Հայաստանում։ Այս միտքն եկել է պոստերից հետ մյուսից, որ մեքենաներին էր վերաբերվում, ավտովարկի վերաբերյալ։ Իհարկե համաձայն եմ, մաթեմատիկորեն որ հաշվում ենք կարող է շատ կորուստներ ենք ունենում ու գնելուց էլ երբեք պարտադիր չի իմ կարծիքով գնել վերջի սերնդի ամենալավ մեքենան մեզնից ահագին կտրելով ձեռք բերենք այդ մեքենան, կարելի է մեկ չավելի սահմանափակվել, բայց օրինակ տրանսպորտային ենթակառուցվածքը Եվրոպայում եւ Հայաստանում ահռելի մեծ տարբերություններ ունեն ու այստեղ մեքենա չունենալը դժվար է։ Հա։ Ու հենց այստեղ օրինակ ավտովարկերից խոսելը մի քիչ ավելի հակասական է, էլի ինձ թվում է։ Միանշանակ չի, որ օրինակ մենք այդքան ֆինանսական կորուստ ունեցանք, բայց լիքը այլ տեղերում շահում ենք մեքենա ունենալու հաշվին։ Լրիվ համաձայն եմ, ենթակառուցվածքը հաստատ զարգացած չի, այնքան ինչքան Եվրոպայում, որ ասեցիք որ ոնց է լինում, որ ոնց որ Հայաստանի համար եմ անում այդ ամեն ինչը, ես զուտ որոշել եմ, որ խոսեմ այդ թեմայից։ Այսինքն ես չեմ պարտադրում ոչ մեկին ոչ մի բան, ու ինձ թվում է իմ ավտովարկերի հետ կապված գրառումներն էլ ոչ թե մարդիկ ուղղակի պետք է իմանան, այսքան ինչ է տեղի ունենում։ Հենց շատ հետաքրքիր թեմաներ կա, թե ոնց է $50,000 մեքենան 5 տարվա մեջ դառնում $20,000։ Այդ իրականում Դեյվ Ռեմսին է տենց մի բան ասում, որ այդ 30,000-ը կարեք պատկերացրեք, որ 5 տարվա մեջ շաբաթական մի անգամ պատուհանը բացեք ու մի $110 այսպես դուրս գցեք։ Այդ կորուստն է, էլի։ Ըստ ինձ մարդկանց ուղղակի կարելի է պատմել ու թողնել, որ իրենք որոշումը կայացնեն։ Այդ դեպքում մարդիկ զուտ կարող են գնալ եւ առնել 5 տարեկան մեքենան, 10 տարեկան մեքենան, բայց ոչ այն 0 տարեկանը, որ միանգամից արժեքը կորցնում է։ Ռացիոնալ մարդու մասին ենք խոսում, էլի։ Ես ինձ թվում է օրինակ որ փոքր էի, երազում էի որ տեն սալոնից մեքենա ունենայի, երևի ինչ որ չափով մարքեթինգն էլ է ազդել մեր ենթագիտակցության վրա, օրինակ որ տեսնեք շատ գովազդներ կան տարբեր մեքենա արտադրողների կողմից, որ փոքր երեխան երազում է, հետո գնում ունենում է, այսինքն ինչ որ ենթագիտակցությունը մեզ վրա ազդել են, բայց ես չեմ անի դա։ Ես հիմա որ ավելի շատ կենտրոնացած եմ աճի վրա, ես չեմ պատկերացնում, ոնց ես կարող եմ շատ գումար տենց տանել եւ տալ մեքենային, այլ ավտովարկի մասին չեմ էլ ուզում խոսել։ Հա, ես իրականում համաձայն եմ ու ավելի համաձայն եմ այն մտքի հետ, որ այս ուղղակի տեղեկատվությունն է, որը մենք տալիս ենք, որը դու տալիս ես, որը մյուսը տալիս է, բայց թե ինչ պետք է ընտրել, դա յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումն է, իր բոլոր հետևանքներով, հետագա պատասխանատվությամբ, որը էլի ամեն մարդ պետք է կրի, եթե ուզում է ինչ-որ որոշում կայացնի։ Որտեղ բոլորի անձնական դրությունը տարբեր է։ Հա, միշտ։ Ու հատկապես մի քանի հազարներով հետևորդներ ունեցող մարդը չի կարող տալ նենց խորհուրդ, որը այդ բոլորին գտնելու է։ Այո, հիմնականում հա, տենց մեկնաբանություն
զրույցներ եմ ունենում, փորձում եմ բացատրել, որ անձնական դրությունը տարբեր է, մարդիկ կան արդեն երեխաներ ունեն, իհարկե ավելի մեծ մեքենա կնախընտրեն, միգուցե ավտովարկով չի կարող դա բոլորի համար աշխատել։ Գովազներից էլ խոսեցինք, դա էլ հետաքրքիր թեմա, որովհետև հիմա գովազները շատ անհատականացված են ու ռեալ ես էլ տվյալագետ եմ, մի քիչ ավելի լավ պատկերացնում եմ ոնց է լինում, որ իրոք այդքան վերլուծվում է մեր դատան, բայց ես լսել եմ, որ դու էլ աշխատում ես այդ ոլորտում, ծրագրավորող։ Իդեպ մասնագիտությունից էլ խոսենք, ֆինանսների հետ այդքան կապ չունեցող մասնագիտություն է, չէ՞։ Ես ֆինանսներից հեռու մարդ եմ։ Ես ծրագրավորող եմ, հենց այդպես էլ տեղափոխվել եմ ու ծրագրման ոլորտում եմ աշխատում, հիմնականում մոբայլ, այսինքն տվյալագետել չեմ, ընդհանուր տենց կապ չունեմ ֆինանսների հետ։ Ուղղակի ես իմ վրա եմ շատ սովորել, շատ կարդացել եմ ու մտածել եմ, որ ես կարող եմ դրա մասին խոսել, ես կարող եմ բարձրաձայնել ու կիսվել այդ ամեն ինչը։ Ունենց հետաքրքիր է, ես ընդհանուր իմ ինդուստրիային, որ նայում եմ, բիզնեսներին չեմ մեղադրում, որ իրանք փորձում են մարդկանց հոգեբանությունը տվյալներով հասկանան ընդհանրապես, որովհետև բիզնեսի նպատակը գումար բերելն է։ Մրցակցություն կա, այսինքն այն բիզնեսները, որոնց հետ օրինակ ես եմ աշխատում, ես լրիվ հասկանում եմ, որ իրանք ուզում են մարդուն հասկանան, տարբեր էքսպերիմենտներ անեն, բայց այդ ամեն ինչը նաև հետո գովազդներ անեն, այդ ամեն ինչը իհարկե մարդկանցից գումար վերցնելու համար է։ Բայց դե բիզնեսի բանն էլ դա է։ Ես ավելի թեթև եմ սկսել նայել։ Հա, բիզնեսին մեղադրելու չի, բիզնեսի հետևում էլի մարդիկ են, որոնք իրենց գումարն են աշխատում, իրենք էլ ուրիշ բիզնեսների կողմից են թիրախավորվում, այստեղից աշխատածը գնում է այնտեղ։ Իրանց գումարը պետք որ մեզ աշխատավարձ տան, էկոնոմիկան տենց է։ Ու այստեղ մեծ շատ կարևոր բանից եմ ուզում խոսեմ, որ կան ոնց որ մարդիկ, որ արժեք են գեներացնում ու որ արժեքից վերցնում են։ Այսինքն այն բիզնեսներում, որտեղ մենք աշխատում ենք, մենք այնտեղ արժեք ենք ստեղծում ու գեներացնում։ Ու կան մարդիկ այն մյուս կողմում, որ այդ արժեքից վերցնում են։ Դա ներդրողներն են, որովհետև իրանք են դրանից այդ պլյուսները քաղում։ Մարդ կարող է եւ ստեղծի, եւ վերցնի։ Ու ինձ թվում է դա ամենալավ կոմբինացիան, ընդհանուր ու ես դրան եմ ձգտում։ Իսկ դու որպես ներդրող, ինչին ես ամենաշատ ուշադրություն դարձնում, ոնց ես որոշում, որ այստեղ կանես ներդրում, այստեղ չես անի ներդրում։ Ես տարբեր անհատական կազմակերպություններ ունեմ, իմ հիմնականը ես ամսական ներդրումներ եմ անում այդ ֆոնդերի մեջ, օրինակ S&P 500-ի կամ ընդհանուր գլոբալ էկոնոմիկային հետևող ֆոնդերի եւ այլն, դա այսպես ասած ես որոշում չեմ կայացնում։ Այդ ուղղակի դրած է ավտոմատ ինքը արվում է, շատ կուզեի որ Հայաստանում մենք այդ ֆունկցիոնալը ունենանք, որ ավտոմատ ներդրումները լինեին, բայց կարծեմ այս բանի մենք չունենք ոչ մի ներդրումային հարթակում։ Իսկ անհատական ընկերությունների դեպքում ունեմ որոշ անհատական ընկերություններ, բայց իրանք իմ պորտֆելի ավելի փոքր տոկոսն են կազմում ու այդ հստակ ես սպասում եմ ինչ որ լուրջ խնդիր լինի, օրինակ երբ որ տարիֆների հարցը կար Թրամփի հետ կապված անցած տարի, այդ վաղ ես ավելի շատ եմ ներդրումներ արել անհատականների մեջ, նրանց մեջ ովքեր տեսնում եմ որ մոտ 5-10 տարվա մեջ հաստատ իրանք աճ կունենան։ Ավելի կարճաժամկետ նպատակների համար եմ դրանք անում, եթե օրինակ ես ինքս հավատում եմ արհեստական բանականությանը, այսինքն ես արհեստական բանականության հետ կապված ովքեր որ մեծ ընկերություններն են, Nvidia-ն եւ այլն, այնտեղ ունեմ ներդրումներ։ Apple-ին էլ եմ շատ հավատում, որովհետեւ մեկ է իմ մոտ ամեն ինչը հիմա Apple է, չնայած որ իրենց հիմա ղեկավարն է փոխվելու հետաքրքիր է։ Այդ կազմակերպությունների դեպքում շատ կարևոր է, որ տարեկան իրենց գոնե տարեկան իրենց հաշվետվությունները նայվեն ու իմանանք թե իրենք ինչ են անում, որովհետև մենք ներդրող ենք ու մեր պատասխանատվությունն է հասկանանք։ Հաշվետվություն նայելը շատ հեշտ բան չի, ամենահեշտ բանը չի էլի որ կարելի է անել ու օրինակ քեզնից, երբ որ դու ֆինանսիստ չես, այլ ոլորտից ուղղակի սկսել ես հետաքրքրվել, ինչքան ժամանակ պահանջվեց, որ այդ թվերը կարողանաս կարդաս ուղղակի ու այդտեղից ինչ որ ինսայթ քաղես։ Կազմակերպությունը աճում է, օրինակ թե նվազում է, ինչ դրության մեջ է։ Հիմնականում գործիքներ կան, որ ավելի հեշտ են ցույց են տալիս, ընդհանուր ծախսերն ինչքան եկամուտը, ինչքան ավելի սիրուն են ցույց տալիս։ Alpha spread կա, որ շատ ավելի լավ այդ ամեն ինչը ցույց է տալիս։ Ու զուտ օրինակ ես նայում եմ, չգիտեմ, իրենց ծախսերը տարեկան ինչքան են փոփոխվում, եկամուտները, ինչ ծրագրեր են իրականացնում, հիմնականում նաև տարեվերջյան իրենք մեծ PDF report են ներկայացնում, որտեղ ղեկավարն է պատմում կամ իրանք ունեն մեն ինչ-որ ժողով, որտեղ խոսում են, այսինքն մենակ թվերը չեն, ավելի շատ հետաքրքիր է, թե իրենք ինչերի մասին են խոսում, այդ report-ը կարդալն է, ինձ թվում է հետաքրքիր։ Investor call-երը հետաքրքիր են անցնում։ Investor call-ին այդքան էլ շատ չեմ մասնակցում, բայց ընդհանուր կարդալ հասկանալ, թե ուր է գնում ու տենց որոշում կայացնել ու անպայման պետք է նշել, որ գումարը պետք չի դնել օրինակ Nvidia-ի մեջ, եթե երկարաժամկետ եք մտածում, միշտ պետք է դիվերսիֆիկացիան ապահովել, որովհետև, չգիտեմ, 40 տարի առաջ Kodak-ն էր ամենահայտնին, հիմա իրանք ուղղակի
գոյություն չունեն, էլ մենք չգիտենք ով է հաջորդ հաղթողը, շատ դժվար է դա հասկանալ, դրա համար պետք է միշտ դիվերսիֆիկացնել, բայց նաև եթե ինչ-որ անհատական կազմակերպություններ կան, որ դուք սիրում եք եւ այլն, դուք կարաք մտածեք իրենց մեջ ներդրումների մասին։ Այստեղ ուղղակի ուզում եմ ընդգծել կարևորությունը նաև այս մասնագիտության, որովհետև այդ պրեզենտացիաներում, քոլերում, ամեն ինչում կազմակերպություններն էլ միամիտ չեն, էլի, միշտ ցույց են տալիս այն, ինչ որ իրենք են ուզում ցույց տան ու նույն խոսքը խփելու կեղծ ինֆորմացիա ցույց տալու մասին չի, այլ նրա մասին, որ նույն ինֆորմացիան ես կարող եմ ուրիշ ձև ցույց տալ, մեկ ուրիշը կարող է ուրիշ ձև ցույց տալ։ Մարքեթինգ կա։ Այնտեղ նրանից, հա, եթե շատ խորանանք, հա, մարքեթինգ է, հարցը ստեղին է, թե մենք ինչ ենք ուզում ցույց տալ ու Հաբեթի հետ Մադոյան մենք շատ մանրամասն խոսում ենք վիզուալիզացիաների, հենց օրինակ մանիպուլյացիաների մասին, որտեղ ինչ ուզում են ցույց տալ։ Էս էլ է շատ կարևոր, որ մենք որպես հակառակ կողմից, երբ որ նայում ենք այդ, դա էլ փորձենք հասկանալ, որ օրինակ այս գրաֆիկը որտեղ դրել են կամ այս թվերը որտեղ գրել են, ինչի են հենց այս դրել ու այն մյուսը չեն դրել, կարող է այստեղ ուզում են մեզ ինչ որ շեղեն մեր ուշադրությունը, ինչ որ ուրիշ բան ասեն։ Հա, միշտ այդ ամեն ինչը փակագծեր ունի հետաքրքիր։ Մի հատ հետաքրքիր գիրք Ու մի էլ հատ կար։ հետաքրքիր հոդված կա միշտ այլ։ Հա, ճիշտ է։ Միշտ այլ, բայց մի հատ հետաքրքիր գիրք էլ կար, օրինակ ոնց էր Warren Buffett-ը հասկան որ թվերին նայել, կարծեմ իր հարցն է գրել իր մասին, դա հետակ Mary Buffett-ը։ Ես օրինակ դա եմ կարդացել, որտեղ ինձ հետաքրքիր էր, այդ որ թվերին իրանք նայում, այդ թվերի, այդ հա, այդ էլ է հետաքրքիր, բայց շատ քիչ ես օգտագործում ինձ թվում է այդ ինֆորմացիան, շատ քիչ ես հիշում, որի էր ինքը նայում ու ինչի էր ինքը դրան նայում, ավելի շատ մտածում ես դե ոչինչ, հիմա Nvidia-ն հələ trend-ային է։ Կարամ հələ պահեմ, տենց այդտեղ միշտ ռիսկ կա, էլի պետք է իմանաս երբ է exit անես, երբ դուրս գաս իրանից։ Միգուցե ոչ ամենավերևում, բայց ինչ որ մի հատ սիրուն տեղ միջինում։ Ռիսկն էլ ամեն մարդու բան չի էլի, կան մարդիկ, որոնք ռիսկին հակված են, կան մարդիկ, որ ռիսկից ավելի խուսափում են։ Այս էլ մարդու հոգեբանությունն է, մարդու տեսակը։ Ես միշտ այդ ֆոնդերը, որոնք օրինակ ես ամսական առնում, այդ դրա հետ կապված ընդհանրապես չեմ մտածում, որտեղ ինքը էկոնոմիկայի հիմքով է, ինքը բաշխում է օրինակ 6000-ի մեջ, կան ֆոնդեր, որ այդպես են աշխատում, ավելի հանգիստ եմ լինում այդ դրանց հետ կապված, իսկ անհատականները պետք է լավ նայել։ Եթե չեմ սխալվում, ասացիր S&P-ն է կապված, որը Ամերիկայի խոշոր կազմակերպություններն են, չէ՞։ Կան ֆոնդեր, որ S&P-ն են, հա, նայում։ Իսկ չես մտածել հակառակ կողմի մասին, որ օրինակ հիմա Չինաստանի կողմն է շատ ավելի զարգանում ու միգուցե այդտեղ խնդիրներ ունենանք։ Հա, պատմականորեն ոնց որ S&P-ն է տվել ամենաշատը ու ես ավելի շատ նաև օրինակ ներդրում եմ անում իմ ամսական աշխատավարձից նաև այնպիսի ֆոնդեր, որոնք Ամերիկայից դուրս են, դա կարող է լինի Հնդկաստանը, Չինաստան, բոլորը միասին, որտեղ ինչ որ չափով ռիսկ կա։ Բայց կա նաև մի հատ հասկացություն, կոչվում է ծույլ մարդու պորտֆել, որը կարող է լինել մեկ ֆոնդ, որը ամբողջ աշխարհին է նայում, դրա մեջ թե Ամերիկան է մտնում, միջոց գերակշռողը հենց Ամերիկան է, դրա համար ավելի շատ ամերիկյան շուկայից ենք խոսում, թե Չինաստանը, թե Հնդկաստանը, դրանք հիմնականում 8%-ի չափով են աճում երկարաժամկետում։ Իհարկե կախված է թե մենք ինչ տնտեսություն կլինենք, մենք ինչպես առաջ կգնանք, եթե պատերազմները շատ լինեն, հնարավոր է որ մենք տարեկան ավելի քիչ էլ աճենք։ Այսինքն այդտեղ մենք խնդիր ունենք, էլի դրա հետ կապված։ Բայց հիմնականը պատմականորեն ինչքան խնդիրներ եղել են, կորոնավիրուս, տարիֆներ, կառավարություններ են փոխվել, չգիտեմ, ջրհեղեղներ, ինչ ասես եղել է, տարեկան մոտ 10%-ով գոնե S&P 500-ը տվել է։ Դել էր հետաքրքիր, որ եթե այդքան դիվերսիֆիկացված է, այսինքն քիչ ռիսկ ենք վերցնում, հետևաբար ստանալու ենք քիչ էլ եկամուտ։ Քիչ էլ եկամուտ, իհարկե, քիչ էլ վնաս, հա, այդ արդեն ըստ ինձ ոնց որ 26-ում կարելի է մի քիչ ավելի ագրեսիվ լինել, այսինքն այն որ ես օրինակ ասում եմ, ես ամսական հիմնական ֆոնդեր եմ անում, բայց ես նաև իմ անհատականները ունեմ, ես նաև ունեմ Nasdaq 100-ի հետ կապված, որը 100 ամենաուժեղ տեխնոլոգիական ընկերություններ են, այսինքն այդտեղ մի սեկտոր է, կարելի է նաև այդտեղ ներդնել, որովհետև ավելի շատ եկամուտ մենք ունենանք տեխնոլոգիան դեռ աճելու է, մենք հաստատ տեխնոլոգիական ոլորտով առաջ են գնալու, շատ բան է լինելու։ Իսկ ավելի շատ ռիսկեր վերցնելու մեջ Bitcoin-ը մտնում է։ Ըստ ինձ մտնում է։ Ես այդքան էլ Bitcoin-ի ոլորտից շատ չեմ խոսում, որովհետև ես իրեն համարում եմ շատ մեծ ռիսկային ակտիվ, բայց մեծ ռիսկի հետ մեծ եկամուտ էլ է գալիս, այսինքն նայած ինքը շատ մեծ տատանողականություն ունի, եթե իր գրաֆը նայեք, ես ամբողջ գումարս Bitcoin-ի մեջ երբեք չեմ դնի ու հիմնականում այս տարիքում շատ փոքր գումար ունեմ, բայց օրինակ մտածում էի, որ նամանավանդ որ հիմա ինքը մի քիչ իր արժեքը կորցրել է, կարելի է, չգիտեմ, պորտֆելի 2-3%-ի չափով ունենալ։ Բայց էլի պետք է շատ ուշադիր լինել։ Հա, այդ միշտ հարցական է։
Ոնց ես դու շատ ուշադիր լինում։ Այս ինձ միշտ հետաքրքիր թեմա է, որովհետև իմ անձնական հետաքրքրությունից ելնելով եմ սերց տալիս, օրինակ Telegram-ի channel-ների ես տարբեր հետևում, newsletter-ներս հավաքում, ոնց ես մնում update-id, որ այս ամբողջ ինֆորմացիան ունենաս։ Ես ինձ թվում է շատ update-id եմ, որովհետև blog ունեմ, նաև այդ տեսանկյունից ես շատ եմ կարդում, շատ եմ նայում, բայց սովորական մարդիկ հիմնական կարան ուղղակի այդքան update-id չլինեն ըստ ինձ։ Ես ինքս newsletter ունեմ ամեն երկու շաբթի ֆինանսական մարքեթի հետ կապված, դա կապված է նրա հետ, որ ես ամեն շաբաթ Կիրակի հաստատ նայելու եմ ինչ որ ձև ինչ է կատարվում ու այդ ամեն ինչի մասին էլ գրում եմ ու մարդիկ մեյլ են ստանում այդ ամեն ինչի մասին իսկ ընդհանուր ինչ որ Telegram-յան ալիքներ կան, բայց ոչ բոլորին եմ օրինակ ընդունում, ոչ բոլորին եմ լսում, հա, իրենց խորհուրդները եւ այլն, փորձում եմ ֆիլտրեմ այն ինչ ինձ պետք է։ Ու իրական Մորգան Հաուսելը մի հատ շատ հետաքրքիր միտք ունի, ասում են այն մարդիկ, ովքեր տենց ծովային սպունգի նման են, այդ կենթանիները, օրինակ ծովային սպունգերը, իրանք տենց հազարամյակների ընթացքում եղել են, որովհետև իրանք կարող են ջրից ֆիլտրեն լավ միներալները ու թողեն վատը։ Պետք է այդ ծովային սպունգի պես մոտենալ ու հասկանալ որն է, որ հենց ձեզ է պետք։ Որ ինֆորմացիան է, որ դուք կարող եք առանց էմոցիաների օգտագործել, որտեղ էմոցիաներն են ամենամեծ թշնամին։ Եթե դուք հավատում եք Bitcoin-ի աճին, պետք է ուղղակի կարող եք այնքան ներդրում անել, որ իրոք կարող ենք զրո լինել։ Եվրոպայում երևի ավելի ակտուալ է Bitcoin-ի թեման, քան մեզ մոտ։ Չեմ կարծում, չէ, ավելի շատ հիմա իրանք էլի մտածում են զուտ ստատիկ աճ, ավելի այդ կապիտալացման ուժով, բարդ տոկոսով, այդ ավելի շատ են ուզում, քան թե Բարդ տոկոսը ինչ է։ Բարդ տոկոսը, որ գեներանում է տոկոսի վրա։ Օրինակ, եթե $100 եք ներդնում, 10%-ը ինք դառնում է 110, հետո դառնում է 121, որտեղ 110-ի վրա է 10% գեներանում։ Այո։ Կարող է թվա, որ ինքը տենց մեծ ինչ որ բան չէր, 100-ը դառավ 110, հետո 121, բայց որ օրինակ հաշվեք, թե ինքը 30 տարի հետո ինչ կլինի, մեծ ահռելի մեծ բան կարող է դառնալ, որտեղ էքսպոնենցիալ է աճը տեղի ունենում։ Հիմնականում, եթե դուք սկսում եք ամսական ներդրումներ կատարել, ու հաշվենք օրինակ բարդ տոկոս, որ 10%-ով է փոխվելու, S&P 500 եւ այլն, որ նայեք մոտավոր 20 տարի հետո ինքը շատ արագ է սկսում աճել, այսինքն այդ գրաֆիկները, որովհետև մոտավոր մի 10-20 տարի պետք է։ Ու երևի հիմա բոլորը կուզենային հարցնեին, բա ինչի բոլորը չեն անում։ Եթե իրոքը տենց է, ինչի չեն անում։ Ըստ ինձ նանեն էլի տենց կմնա։ Հա, տենց կմնա։ Ըստ ինձ ինչի մարդիկ չեն անում, մենք տենց 20-ից 30 տարեկան շատ որոշիչ տարի է բոլորի համար, օրինակ մարդիկ տուն են ունենում, մարդիկ մեքենա, ընտանիք, շատ բարդ է 10 տարի ներդրումներ կատարել։ Այն գաղափարով, որ ինքը պետք է աճի, նամանավանդ երբ որ նոր սկսում եք ներդրումներ կատարել, ինչ որ բան է աշխարհում լինում, ձեր ներդրումներն իջնում են, բարձրանում են, շատ է այդ տատանումները ու պետք է ոնց որ ուժեղ մարդ լինել, որ օրինակ 10 տարի թողել, 20 տարի թողել ու վերջում այդ պտուղները տեսնել։ Այդ է բարդությունը։ Հա։ Ու եթե երկարաժամկետ ենք խոսում, իմ կարծիքով տունն էլ վատ ներդրում չի, որովհետև էլի մենք ներդրում ենք անում, կառուցվում է այդ տունը, եթե նույնիսկ հիպոթեկով է մի 20 տարով ենթադրենք 20 տարի հետո այդ տունը մերն է ամեն դեպքում երկարաժամկետ էլի ներդրում է։ Համեմատել ես երբևէ տան ներդրումը, անշարժ գույքի ներդրումը ու այդ մյուս ներդրումը։ Ինձ թվում է մի օր ավելի լավ անալիզ կանեմ այդ ամեն ինչը, շատ խորացած եմ հիմա այդ թեմաների մեջ, ըստ ինձ լավ դիվերսիֆիկացված պորտֆելը մենակ չպետք է բաժնետոմսեր լինի։ Եկեք դրանից խոսենք նաև, որ դրա մեջ իհարկե անշարժ գույքը պետք է լինի, բաժնետոմսերը, պարտատոմսերը, ոսկին, այսինքն ինչ որ չափով կրիպտո, դա արդեն շատ լավ դիվերսիֆիկացված, շատ ուժեղ պորտֆել է, որ համ ինֆլյացիայից է պաշտպանված, համ լավ աճ է ունենում, համ էմոցիոնալ առումով դուք տուն ունեք, անշարժ գույք։ Բոլորս ունենալու ենք անշարժ գույք, բոլորս պետք է լինելու հաստատ ու իրոք մենք բոլորս ոնց որ լինելու ենք երևի հիպոթեկի մեջ, այսպես ասած։ Ես հիմա չեմ ուզենա շատ գնահատական տամ անշարժ գույքի շուկային, այս պահին Երևանում ամեն շատ թանկ է, կարծեմ վերջի 4 տարիների ընթացքում մոտավոր 40%-ով աճել է, բայց ֆինանսական մարքեթն 90%-ով է աճել, չեմ 80 քանի։ Այսինքն երբ որ ամեն ինչ աճում է, ամեն ինչ իրար հետ աճում է, այսպես ասած, հա կարող է Bitcoin-ը այդքան չի աճել, որտեղ ինքը ավելի ռիսկային ակտիվ է, դա էլ այդ ռիսկի մասն է։ Շատ հետաքրքիր հարց է, թե օրինակ արդյոք արժի անշարժ գույք, թե արժի բաժնետոմսեր։ Ես անշարժ գույք չեմ դիտարկում այս պահին, որովհետև ըստ ինձ վերանորոգումն է շատ մեծ ծախս, սպասել է այդքան տարիներ, ես հիմա եկամտահարկել չունեմ, իմ մոտ ընդհանրապես, այսինքն այդ էլ էլի գոյություն չունի, որ մտածեմ գոնե դրանից ես օգուտ կքաղեմ։
14%-ը շատ անառողջ է։ 14%-ը շատ անառողջ է, հատկապես համեմատած Եվրոպայի տոկոսների հետ։ Եվրոպայում 4-3, 2020-ին 1% է եղել, օրինակ այդ ժամանակով Եվրոպայում վերցրել են, ավելի հաստատ լավ տեղում են։ Եվրոպայում իրականում ավելի թանկել է։ Ըստ ինձ տոկոսադրույքները ինչ որ տարիներ հետո չեմ կարող երկի ասել, բայց քիչն են ըստ ինձ։ Ու հուսամ, որովհետև մենք ուզենք, որ մեր սերունդները ավելի հեշտ հիպոթեք վերցնեն, էլի։ Հա։ Թանկությունն էլ իմ կարծիքով ինչ որ ազդեցություն հաստատ ունեցել է նաև այն ֆակտորը, որ եկամտային հարկ կար, հետո ինչ որ մի պահի փուլային արդեն սկսեց դուրս գալ, Երևանում արդեն էլ չկար, հետո այսինքն վաճառողները ամեն կերպ բոլոր շահագրգռված էին ծախելու, մյուս կողմից համ առաջարկներ շատ, համ պահանջարկներ շատ, մի խոսքով դրա համար ինչ որ sense անիմաստ փուչիկ առաջացավ, բայց հա հետաքրքիր է ինչ կլինի մի քանի տարի հետո։ Ես ուղղակի այս պահին չեմ կարծում, որ ես ուզում եմ վերանորոգման վրա գումար ծախսել։ Հատկապես որ այդ վերանորոգումն էլ միայն ավելացում չի, ինքը նաև մաշվում է։ Իհարկե, որ 5 տարին մեկ, օրինակ հիմնական 5 տարին մեկ պատերն են ներկում, որովհետև փոշոտ է քաղաքը եւ այլն։ Ես այս պահին ուզում եմ sense աճ ունենամ մեծ, հետո միգուցե նաև տուն ունենամ։ Հետաքրքիր է, իսկ համեմատել ես կյանքը Եվրոպայում եւ Հայաստանում թանկության տեսանկյունից որն է, ստեղ ավելի թանկ ապրել թե այնտեղ։ Ինձ թվում է վարձակալության տեսանկյունից այնտեղ շատ թանկ է։ Նաև կախված է թե երկու հոգանոց ընտանիք է կամ մենակ են ապրում եւ այլն, շատ համեմատություններ չեմ արել։ Կարամ հստակ ասեմ, որ այնտեղ բավականին թանկ է անգամ երբ ծրագրավորող ես։ Մի քիչ ավելի հավասարություն կա ըստ ինձ, այսինքն աշխատավարձերի տարբերությունը այդքան մեծ չի։ Օրինակ ծրագրավորողի ու այլ մասնագետի։ Այստեղ ավելի շատ ծրագրավորողները շատ են գումար ստանում, քան թե օրինակ ուրիշ ինդուստրիաները, որը հետաքրքիր է միշտ ակտուալ թեմա։ Այսօր հենց հրավիրված էի դպրոց երեխեքի մասնագիտական կողմնորոշման հետ կապված խոսելու ու դե ես ներկայացնում էի իմ ոլորտը հատուկ իրենց ավելի մոտիվացնելու համար երեք պրեզենտացիա էի սարքել ու մեջը դրել էի ոլորտների միջին աշխատավարձերը հրապարակվում է դե տվյալը ու հենց ուղղակի մի քիչ առաջ եմ տեսել քո ասածի հետ շատ կպավ։ Հա, շատ մեծ էր տարբերությունը։ IT եւ ֆինանսական ոլորտ բավականին բարձր է, հետո արդեն շատ ավելի շատ քչանում մի անգամից։ Ես որ Հայաստանում էի ապրում, տենց ինձ թվում է իմ ծրագրման բաբլի մեջ է, ու ինձ թվում է որ բոլորը շատ գումար ունեն։ Հիմա ավելի շատ բլոգի շրջանակներում տեսնում եմ, թե ինչքան մենք մեծ տարբերություն ունենք աշխատավարձերի, դա էլ շատ հետաքրքիր է, թե ոնց գրառումներ անենք, որ բոլորին հասնի։ Ուղղակի մյուս կողմից, եթե մարդը հազիվ բավարարում է իր ապրելը, այսպես ասած, ոնց ասես այդ մարդուն Չէ, մի բանը մի արի ներդրում արա, մի քիչ չէ։ Դե բարդ է։ Ներդրումները բարդ աշխարհ են։ Անկամ երբ որ դու շատ գումար ունես, էլի բարդ է, որովհետև դու գումարի հետ ըստ ինձ նաև քո կյանքի որակն ես լավացնում, այդ իրականում շատ մեծ սխալ է ֆինանսական տեսանկյունից կարծում եմ։ Ու ստացվում է այնպես, որ մեր պարտադիր ծախսերը ավելի մեծ են լինում, քան թե այն ժամանակեր, երբ որ մեր գումարը քիչ էր։ Ու այդ ոնց որ մեզնից խլում է նաև ինչ որ չափով, որովհետև եթե մենք այդ տարբերությունը ուղղակի ներդրում անենք գոնե 20-ում, ոչ թե 30-ում, 30-ում կարելի է մի քիչ ավելի հանգիստ երևի լինել կյանքում, բայց շուտ 20-ից 30 միջակայքում կարելի է ագրեսիվ ներդրումներ անել, լիքը ակտիվներ ունենալ, հետո արդեն ավելի հանգիստ ապրել։ Նկատել ես, ծախսերը շատ ավելի շատ արագ են աճում, քան մեր եկամուտները։ Ինֆլյացիա։ Ինֆլյացիայից բացի սովորությունները դել են փոխվում ու եթե sense բան կա, եթե դու լավին հարմարվում ես, հետո հետ գնալը շատ դժվար է։ Օրինակ կոֆեն վերցնենք, իմ վրա ամենաշատը դա եմ նկատել։ Առաջ եթե ես ինձ օքեյ էր խոհանոցից վերցրած ինչ-որ կոֆե, ես չէի էլ վճարում դրա համար, շատ լավ էր ամեն ինչ, հետո ինչ-որ պահից սկսեցի ինչ-որ մի տեղից առնել կոֆե, որը 300-400 դրամ էր, Համով էր այդ կոֆեն, ես ամեն օր խմում էի, էլի ոչ մի խնդիր չկար։ Հետո քիչ-քիչ իմ աշխատելու հետ տեղի հետ կապված, սովորությունների, ընկերների հետ կապված կոֆեի տեղն էլ փոխվեց։ Ես սկսեցի ավելի թանկ կոֆե գնել։ Հիմա օրինակ 800-900 դրամ է այդ նույն կոֆեն։ Նույնը չէ, եւ ավելի լավն է, բայց ամեն դեպքում ես այսօր 1200-ով եմ գնել։ Ֆինանսապես անգրագետ։ Բայց գնել ես, չէ՞։ Հիմա հարցը դա, որ մեկա գնում ենք այդ կոֆեն ու էլ ես չեմ կարող գնամ նորից են 300 դրամանոց կոֆեն գնեմ։ Հարցը դա որ հետ գնալը էլ չի լինում։ Բայց իսկ թվում է կոֆեն չի խնդրեմը։ Ես կարող եմ ինձ եմ ասում։ Ես հիմնականում 50-30-20 եմ անում, որ այդ 50-ը պարտադիր ծախսերն են, 30-ը սվարճանքն է, որի մեջ կոֆեն է մտնում, 20-ը ներդրումներն են։ Այս բան ճիշտ է, մոտ 25-ը, 25-25-ը ավելի շատ։
ու տենց ինձ թվում է կոֆեն շատ կարևոր է ու ոնց որ եթե սովորենք այդ թունդ կոֆեն, ես շատ եմ սիրում թունդ կոֆե, թունդ ամերիկանո, ես չեմ կարա դրան ասեմ ցտեսություն։ Ես կարամ ասեմ ցտեսություն հագուստին։ Նոր շորերի ես կարամ սիրով ցտեսություն ասեմ, որովհետև իմ հին շորերը կան, սիրուն են, ես իրենց հետ լավ պահեր եմ ունեցել, ավելի օրինակ ես այդպես եմ անում։ Մարդիկ կան, որ կարող է ավելի ուզենան շորերը ոչ թե կոֆեն։ Հա, ու դա շատ նորմալ է։ Ուղղակի հարց է։ Հա, ուղղակի մեր մոդելի մի հատ էլ խնդիր կա, որ մարդկանց այդ պարտադիր ծախսը հիմնական 50%-ի մեջ չի տեղավորվում։ Նամանավանդ եթե ունեն վարկեր ու տենց մեծ հիպոթեք եւ այլն, այդ էլ մի հատ ուրիշ խնդիր է, որ պարտադիր ծախսերը այդքան շատանում են, փաստացիորեն էլ չկան խնայողություններ, չկան ներդրումներ, միգուցե նաև չկան կոֆեն։ Հագուստը պարտադիր ծախսն է, թե զվարճանքի մասն է։ Նոր հագուստը զվարճանքի մասն է։ Այդ ընդհանուր ֆորմուլա է։ Ոնց է հետևում, որ 50-30-20-ը պահես։ Ինձ օրինակ դժվար է, ես մի քանի անգամ փորձել եմ, գրել եմ, չգիտեմ, sense փորձել եմ մտքով հաշվել, չի ստացվում իմ մոտ այդ անել։ Դու ոնց ես անում։ Օրինակ անցած տարի ես հստակ գիտեմ, որ իմ աշխատավարձի 25%-ը ներդրվել է, որտեվ ավտոմատ համակարգ է, որով հենց իմ աշխատավարձը նստում է, հիմնական ամսի 24-ին նստում, ամսի 27-ին ես մոտ 3 օրվա տենց բաֆեր եմ թողել, որ հասկանամ, եթե ինչ-որ լուրջ բան է լինելու, դա ստոպ անեմ, հա, 1 ամսում, բայց հիմնական այդ 25%-ը գնացել է, այսինքն որ ինքը գնացել է, ինքը չկա էլ, կարելի ասել։ Այդ դրանից հետո արդեն իմ մոտ մնում են գումարը, որ պարտադիր ծախսերն է ու զվարճանքն է, պարտադիր ծախսերը էլի մոտա, որ այդ օրերին իմ տան վարձը եւ այլն այդ ամեն ինչը գնում է կոմունալներ ու տակ մնում է զվարճանքը, այսինքն այնքան հեշտ է։ Ինչ մնաց, դա կարելի է ծախսել։ Ու մի հատ շատ կարևոր գաղափար կա, կոչվում է վճարել առաջինը քեզ, այսինքն առաջին վճարը պետք է լինի հենց քեզ վճարելը, ոչ թե օրինակ կոմունալը, վարձը, հիպոթեկը։ Երբ աշխատավարձը նստում է ու հստակ օրինակ քո ներդրումները կամ խնայողությունները գնում են, դա դու վճարում ես առաջինը քեզ։ Հետաքրքիր է։ Այո, հետո նոր այդ ամեն ինչից ինչ տակը մնում է, նոր գնում են քո պարտադիր ծախսերը, քո զվարճանքը, կարևորը դու քեզ վճարել ես։ Հիմա այդպես ես գիտեմ, որ անցած տարի 25%-ը ներդրումներ եմ արել ու ես շատ ուրախ եմ այդ գաղափարի հիմքով, որտեղ այդ գումարը մնացել է, աճել է, ու տենց հիմա այս տարի էլ եմ այդպես ապրում։ Օրինակ տեսականորեն եմ ասում, եթե եկավ ինչ-որ մի պահ, որ ծախսեցիր այդ զվարճանքիդ գումարը, այսպես ասած, հիմա քեզ մոտ ավել գումար չմնաց, իսկ այն մնացած գումարը դու արդեն ներդրումներ ես արել, արագ երևի չես կարող հետ բերել, ինչ անենք։ Կարաս արագ հետ բերես, պես չես անի, դե ունես ապահովության ֆոնդ։ 6 ամսվա գումար, եթե անորոշ տնտեսության պայմաններում ենք, այդ կարելի է 6 ամիսը 8 ամիս էլ դարձնել։ Օրինակ ես ներդրումներ եմ արել, որովհետև ես ունեի ապահովության ֆոնդ։ Եթե ապահովության ֆոնդ չկա, կարելի է այդ 25%-ով սկսել ապահովության ֆոնդը ստեղծել առաջինը, հետո նոր ներդրումներ կատարել։ Կամ եթե վարկեր ենք մարում, մինիմալից ավել ենք ուզում, այդ 25%-ը կարա վարկերի մարմանն էլ գնա, այսինքն նայած մենք ուր ենք տանում։ Էլի վճարում ենք մեզ, չէ՞, եթե վարկեր ենք մարում, այսինքն մեր ապագայի գործը թեթևացնում ենք ինչ որ չափով։ Չարժի չէ ներդրում անել, եթե վարկ ունես։ Չէ, հաստատ չարժի, որտեղ հաստատ անառողջ է, վարկային տոկոս կա ու մի հատ բայց էլի կարևոր գաղափար կա, եթե անգամ վարկեր ունեք, լավ կլինի որ մինիմալները ինչ որ ամիս ոնց որ մարեք ու ապահովության ֆոնդը ձևավորեք, որտեղ շատ մարդիկ խնդիր ունեն, որ իրանք փորձեն միանգամից վարկերը մարեն, գումար չի մնում, հետո մեկ էլ մի հատ բժշկական միջամտություն կամ ինչ որ բան, որը պետք է այդ ապահովության ֆոնդից դուրս գար ու չկա այդ գումարը, գնում են նոր վարկ են վերցնում ու միշտ վարկերի մեջ են մնում։ Դա էլ է շատ կարևոր։ Հիպոթեկի դեպքում էլ պետք է մեկը ապահովության բարձիկը լինի։ Overdraft product-ի մեջ խորացել ես։ Չեմ ունեցել, մի քիչ բարդ է դրա մասին խոսալ։ Ես փորձել եմ շատ հետազոտեմ ու հասկանամ իրան, դե էլի ոնց որ վարկով գումար վերցնես, հա։ Բայց շատ դեն իր առավելությունները ինձ թվում է ու արժի ունենալ։ Առավելությունն նա որ հենց այդ արագ քեզ պետք է կած գումարը, որ դու պետքա ինչ որ ուրիշ տեղից գտնեիր կամ քո ներդրումից բերեիր կամ ենթադրենք ունենք ապահովության ֆոնդ, overdraft-ից կարող ես վերցնել ու եթե իրոք այդ գումարն ա որ դու այսօր քեզ ուղակի պետքա դու երկու օրից աշխատավարձ կստանաս հետ կդնես տեղը ու դրա դիմաց շատ դեպքերում նույնիսկ տոկոս չես վճարի։ Դե տենց բան կարող ես դա անել իհարկե, բայց ինչու տեղ լինես։ Ինչու չունես ապահովության ֆոնդ, ոնց է։ Խնդիր կա էլի մի քիչ արդեն այնտեղ, որ դու կարող ես ունենալ ուղղակի քեզնից այդ ամեն ինչը անել առանց դուժու տուգանքի, հետո էլի աշխատավարձի հետ ապահովության ֆոնդը կարող ես լավացնել։ Դու դառնես քո բանկը։ Հա, դու դառնես քո բանկը, ճիշտ է։
Overdraft-ի դեպքում էլ եթե շատ խելամիտ օգտագործես այդ գործիքը, էլի հնարավոր է գալ այդ մտքին, որ դու դառնում ես քո բանկը։ Իսկ հիմա ուղղակի մի հատ խնդիր կա, եթե դու միշտ overdraft-ի հետ կապված այդ միտք ունես, որ հա լերավ overdraft-ից ես կվերցնեմ, միշտ ստացվում անենց, որ overdraft-ից վերցնում ես հագուստ ես առնում, զվարճանքին ես տալիս, որը չպետք է ստենց լինի, եթե այդ պարտադիր հագուստ չի։ Պետք է overdraft-ը այն ամենավատ պահին երևի, որ իրապես ուրիշ ելք չկա։ Այդ գաղափարով ըստ ինձ պետք է լինի։ Արհեստական բանականությունը օգնում է քեզ այս ոլորտում։ Հա, բոլոր ոլորտներում։ Օրինակ հիմա ես իստմալ ձեռքով կոդ չեմ գրում ծրագրավորման ոլորտում։ Ծրագրավորման ոլորտում շատ է օգնում իհարկե բոլոր այդ թուլերը պրոդուկտիվության, այս ոլորտում էլ է շատ օգնում, նամանավանդ գտնել ինչ-որ հետաքրքիր աղբյուրներ, որից կարելի է ինչ-որ բան սովորել։ Ես ոչ թե փորձում եմ հենց արհեստական բանականության ասածը վերցնեմ, այլ այն աղբյուրներին այնքին ստանում, որից օրինակ ինքը օգտվել է, ու ես եմ փորձում դրանցից օգտվել։ Իհարկե շատ է օգնում, մի քիչ իմ կոնտենտը ընդհանուր հայերեն է, հայերենի դեպքում այդքան էլ չի օգնում, բայց ես մեկ է անգլերենով եմ ինձ թվում է սկսում մտածել, թե ինչ գրեմ։ Որ շատ ենք շփվում հետները անգլերեն, այս հետները ոնց որ մարդկանց հետ ենք շփվում։ Անգլերեն մի տեսակ է, շատ դեպքերում ավելի լավ է անգլերեն խոսված միտքը դու հասկանաս, հետո հայերեն շարադրես, քան հենց միանգամից հայերենով սկսես, չնայած ոնց որ կան հիմա արդեն ավելի լավ թուլեր, որոնք հայերեն են փորձում աշխատել։ Ես փորձել եմ մի քանի բաներ, այդքան էլ դուրս չի եկել, որովհետև ըստ ինձ թեկուզ որ անգլերեն գրում եմ, հետո ես եմ թարգմանում, ավելի իմ ձայնով է լինում։ Թեկուզ սխալներով մեկ-մեկ հաստատ քերականական, բայց ավելի մարդկային է լինում։ Ահա, համաձայն եմ, այդ ավելի բնական է։ AI կոնտենտը հիմա շատ է։ Այդ ռեալ է արհեստական բանականությանը օգտագործել որպես խորհրդատու գործիք ներդրումներ կատարելու համար։ Շատ հետաքրքիր հարց ես տալիս, ըստ ինձ կարող ես հարցել տալ, կարող ես պատմել, թե դու ինչ նպատակներ ունես, ինքը քեզ հաստատ կուղղորդի, բայց վերջնական որոշումը միշտ այդ քո ռիսկն է, էլի, թե դու ինչ արեցիր։ Եթե ընդհանուր ֆոնդեր ես ուզում գտնել, հաստատ ես խորհուրդ կտայի նայել օրինակ ամենահայտնի ֆոնդերի մենեջերներից Vanguard-ը, BlackRock-ը, ու իրենք այնտեղ լիստեր ունեն ու այդ ամեն ինչ իրենք բացատրում են, էլի, թե այս ֆոնդը ինչին է հետևում, որ ինդեքսին, ավելի շատ ես խորհուրդ կտայի իրենց հետ խաղալ, որովհետև AI-ը կարող է տարբեր տեսակի ֆոնդեր ասել, այն ամենափոքր օրինակ ընկերություններից էլ ներդրումային, ու լավ կլինի ինձ թվում է մեծերի հետ խաղալ ու հենց մեծերից էլ վերցնել։ Ընդհանուր ֆոնդերի հետ կապված մոտ 25000 ֆոնդեր կան ու տենց մի ինդեքսին կարող են հազարներով ֆոնդեր հետևել, զուտ արդեն հարցն է, թե ինչին ենք մենք նայում ֆոնդի ընտրության դեպքում, որ միջնորդավճարը փոքր լինի ու որ լիկվիդային լինի, որ մենք հեշտ գնենք ու վաճառենք, այդ երկու բանին ենք նայում հիմնականում։ Ըստ ինձ կարելի է զուտ այդ մեծերի հետ լինել։ Հիմա օրինակ քեզ հետաքրքիր է, շատ ես խորացել, շատ լավ պատկերացնում ես ամեն ինչը, որն է մեծ, որը փոքր, որին հետևել, որին չհետևել, բայց օրինակ կան մարդիկ, ովքեր ունեն փող, բայց չեն ուզում, հավես չունեն, ժամանակ չունեն, իրենք խորանան, իրենք հասկանան, իրենք ինչ անեն, կա ինչ-որ մեկը, որ իրենց փոխարեն կանի ես։ Ինձ թվում է ես պարզապես չէի տա ոչ մեկին իմ գումարը, որովհետև իրենք միջնորդավճարներ են վերցնելու, զուտ պետք է երևի ժամանակ հատկացնել, ես միշտ ասում 20 ժամ հատկացնել, նստել, կարդալ, հասկանալ, հայերենով էլ հիմա ռեսուրսներ ունենք, անգամ հայերենով ու փորձել անել, սկիզբի իդեալական չի լինելու, պետք չի միանգամից ամբողջ գումարը տենց ներդրում անել ու փորձել ինչ-որ հրաշքների սպասել եւ այլն, փոքր, դա կոչվում է dollar cost averaging, դոլարային միջինացում, երբ ամսական փոքր ներդրումներ եք կատարում ու հետո անգամ եթե տնտեսությունը տատանվի, ամենացածր կետում էլ կարողանում եք ներդրում կատարել, այդպես է պետք անել։ Կամաց իդեալական դարձնել, հա։ Մի քիչ որոշակիություն մտցնենք էլի, օրինակ փոքրը $10 մասին ենք խոսում, $100 մասին ենք խոսում, տարբեր է, չէ՞, մարդկանց համար, ինչքան է ռեալ մինիմալ գումար, որով ես կարող եմ մտնել ու անել ներդրում։ Նայած որ ներդրումային հարթակն ենք ընտրում, Հայաստանի ներդրումային հարթակները այս պահին չեն թողնում օրինակ partial shares, այսինքն ոչ որ մաս գնենք բաժնետոմսերից, դա այս պահին մի քիչ խնդիր է։ Իհարկե կան ֆոնդեր, որ օրինակ $17 են ու հետևում են S&P 500-ին, դա կարելի է վերցնել օրինակ մինիմալ։ Ունենք տենց ֆոնդեր։ Իսկ այն հարթակները, որոնք թողնում են partial shares, այսինքն դուք կարող եք գնալ 0.0003 բաժնետոմս, դա արդեն ավելի հեշտ է։ Դրա դեպքում դուք կարող եք ավտոմատացնել, մենք ունենք Հայաստանում գործող անգամ միջազգային ներդրումային հարթակներ, որ այդ հնարավորությունը տալիս են։ Այսինքն կարելի է միջազգային ներդրումային հարթակով դա կազմակերպել, որ օրինակ ամսական $100 ներդրում կատարի X տեղ, ինքը արդեն կհասկանա, թե քանի share-ա դա լինում։
կասես ինչ-որ գրքեր, որոնք իրոք տպավորել են քեզ ու դու էլ խորհուրդ կտաս։ Հա, սիրով, ես շատ կարդում ու սիրում եմ Մորգան Հաուսելին, ով ֆինանսական հեղինակ է։ Իր ամենահայտնի գրքերից Psychology of Money, փողի հոգեբանությունը, դա է, ինձ թվում է հենց դա է ինձ ստիպել, որ ես ֆինանսների մեջ ավելի խորանամ ու ավելի բացահայտեմ ֆինանսները։ Մի հատ է շատ լավ գիրք ունի The Art of Spending Money, ծախսելու արվեստը, այդպես է կոչվում, շատ էլի լավն է։ Ինձ թվում է հնարավոր է այդ բոլորը ռուսերենով հաստատ գտնել, հայերենով մի քիչ կարող է բարդ լինի, դե անգլերենով ամենտեղ կլինի։ Ուրիշ ավելի հետաքրքիր գիրք The Algebra of Wealth, Scott Galloway-ն է գրել, էլի շատ լավն է, հենց խոսում է ժամանակի մասին, ժամանակի գործոնի դիսցիպլինայի ու այլնի մասին։ Էլի կա, որ Բաբելոնի ամենահարուստ մարդը հայերենով կա, այդ գիրքը շատ էլի հայտնի։ Խոսեցինք, որ նաև ֆինանսական բլոգի հեղինակ ես, ու սրա մասին էլ կուզեմ խոսենք։ Նախ սկիզբը ոնց սկսեցիր, որովհետև ինչ որ վախ կա, ինչ որ բան կա, որ հաղթահարում ես, չէ՞, սկսելուց առաջ։ Հա, հաստատ։ Շատ բարդ։ Ինչ է քեզ բերեց այդ մտքին, որ օրինակ ժամանակն է դա սկսելու, ուզում ես անել, ու ինչ ես ստանում դրա դիմաց։ Ես որ սկսում էի շատ վախեցած էի, սկսել եմ հունվարին 2025 թվականի, այսինքն մի տարուց ավելի է որ բլոգը կա։ Վախեցած էի, որովհետև մտածում էի, որ մարդիկ ֆինանսական խորհրդատվություն կհասկանան, իսկ ես արտոնություն էլ չունեմ խորհրդատվություն տալու ու չեմ էլ ուզում խորհրդատվություն տալ, ինքը ավելի բլոգ է, էլի բլոգի իմաստով է կրթական։ Այդ վախը շատ մեծ էր ու սկսում ես ամեն ինչ արել եմ առանց իմ երեսը ցույց տալու, զուտ ուղակի պատմելով, խոսալով, ամեն ինչով կիսվելով։ Սկիզբը եղել է ինքը ներդրումների մասին բլոգ, որովհետև ես դրանով էի հետաքրքրված, դա էր ինձ համար կարևոր։ Հետո հասկացել եմ, որ մեզ նաև պետք է ֆինանսական գրագիտություն առաջին հերթին ու մինչև ներդրումները գործ ունենք անելու։ Այո, ավելի մեծ գործ ունենք անելու, որովհետև ես հասկացա, որ մարդիկ սիրում են ազդեցությունը վերցնել։ Դա նենց հետաքրքիր միտք է, որ ուզեմ անպայման խոսեմ այդ ազդեցության մտքից։ Նիդերլանդներում ավելի բարդ է մարդկանց վրա ազդելը, ըստ ինձ, որովհետև իրենք գոհ են իրենց կյանքից։ Իսկ մեզ մոտ Հայաստանում ավելի հեշտ է ազդելը, որովհետև եթե ինչ-որ X բանից ենք խոսում, որ ասում ենք, որ սա ձեր կյանքը կփոխի, մարդիկ սիրում են դա, իրենք ուզում են դա։ Շատ մեծ պատասխանատվություն է ֆինանսական բլոգ ունենալը ու այնպես ամեն ինչ շարադրելը, որ վնաս չտա մարդկանց։ Ու ես այդ պատասխանատվությունից շատ էի վախենում, բայց ինչ-որ պահից նաև սկսեցի ինձ ցույց տալ, որովհետև մտածեցի, որ ես արդեն պատրաստ եմ իմ երեսը դնեմ այս բլոգի վրա, որ ես եմ հենց այս թեմայով խոսում։ Ու նամանավանդ որ ֆինանսական կրթություն չունեմ, պատասխանատվություն շատ էի վախենում։ Հիմա այդքան էլ չեմ վախենում, որովհետև շատ տեղեր գրում եմ, որ սա կրթական է, ու կարծում եմ, որ մարդիկ էլ պետք է իմանան, որ եթե իրենք հստակ ինչ որ մի ոչ կրթական բան են ուզում խորհրդատվության տեսքով, դա գումարով է լինում։ Դա անվճար չի լինում։ Ուզում եմ բոլորին էլի ասել, որ անվճար չի լինում դա։ Ամենաշատը ինչն է, որ հավես քեզ ստիպում է այս հավեսով անես, շարունակես, ինչ ես ստանում այս բլոգի արդյունքում։ Ես պատկերացնում եմ, ես ուրեմն ուզում գնալ, ես գիտեմ իմ տեսլականը, ես ուրեմն ուզում լինել, ես տեսնում եմ տենց ազատ տեղեր, որ ապագայում ես կուզեմ լինեմ։ Ու այդ դիսցիպլինան է, որ ինձ օգնում է, որ ես ամեն օր, օրինակ ամեն աշխատանքային օր ես ինչ-որ գրառում կամ վիդեո ունենամ, որովհետև ես հստակ գիտեմ, որ ես ուզում եմ լինեմ ինչ-որ տեղ, ես դրա համար պետք է տանջվեմ, ինչ-որ չափով տանջվեմ։ Ինձ տենց շատ մեծ բան չի տալիս, զուտ երևի տենց ավելի մի քիչ հայտնիություն, մի քիչ ավելի ես անձնական բրենդ վիճակն է նաև, իրականում նյութական կողմ է։ Հա։ Շատ ուզում եմ իմ անձնական բրենդը ունենալ, ես միշտ ինչ-որ տարբեր բաների մեջ եմ եղել, տարբեր մոբայլ ծրագրեր եմ ունեցել, sense փորձել եմ ինձ գտնեմ, ու օրինակ Girls and Finances-ը իմ համար ուղղակի նախագիծ է, որ ես փորձում եմ իրականացնեմ։ Եթե ինքը Girls and Finances շատ լավ հարց է։ Շատ ուզում եմ հենց մեծ մասամբ կանանց եւ աղջիկներին թիրախավորել։ Ըստ ինձ Instagram-ում իրենք մեծամասնություն են ու մի քիչ մենք սիրում ենք, ոչ թե սիրում ենք, մի քիչ մենք մարքեթինգիզով ավելի հեշտ ենք դառնում ըստ ինձ, ու նաև մտածում եմ, որ մի քիչ հիմա բալանսը այդքան էլ առողջ չի ու կարելի ավելի լավ բալանս ունենալ ապագայի համար, ու այդ բալանսը սկսվում է թեկուզ girls bar-ը անունում ունենալուց։ Նաև մի տեսակ վախ ունեի, որ եթե ուղղակի ֆինանսական բլոգ լիներ, մի քիչ գերակշռող կլինեին տղամարդիկ, ես կուզեի, որ կանայք ավելի գերակշռող լինեն։ Ես կուզեի ավելի այդպես լիներ։ Հա, այնտեղ էս հետաքրքիր բան ասում, որտեղ ֆինանսների հենց մասնագիտությունը, որ ասում ենք, առաջինը միշտ մարդկանց տեղն է թվում, հա,
որ ոնց որ կանայք տեսնեին, այդ սկզբում նաև չէի մտածում, որ օրինակ ես իմ ձայնով վիդեոներ կունենամ, զուտ մտածում էի ինչ որ առանց երեսի ուղղակի գրառումներ կանեմ ու մտածում էի, որ չեմ ուզի էլի, որ կանայք կան, իրաց թվա որ սա տղամարդկանց տեղն է։ Ես նաև տեսա մի հատ ամենաց չասեմ, բայց շատ սիրել եմ այդ post-ը, ծաղիկների մասին էր, որ պետք է հոգ տանել ծաղիկներին, պարտեզի մասին էր ու իրոք ցենց յուրահատուկ սիրունություն ա տալիս այդ քոեջին, ու ստեղից նաև այդ ֆինանսներից, ներդրումներից, քո մասնագիտությունից դուրս ենթադրում եմ դա քո հոբին է։ Շատ բաներով եմ զբաղվում, ես շատ ուզում եմ ավելի շատ հոբիներ ունենալ, չգիտեմ, խմիշտ ուզում եմ այնքան շատ հոբիներ ունենամ, շատ սիրում եմ վազել։ Շատ սիրում եմ ֆիթնես, ընդհանուր այդ ամեն ինչը այդ աշխարհը գրքեր կարդալ եմ շատ սիրում, վերջերս Kindle եմ դվեր ստացել ու տենց իմ ամբողջ աշխարհը հիմա փոխվել է, որովհետև ավելի հեշտ է Kindle-ով, հիմա Kindle-ը օրինակ պայսակից մեջ է։ Ավելի հեշտ է։ Կարդալն է, վազելն է հիմնականում, մտածել ինչ կարող եմ անել ավելին այս բլոգում ու գրքեր եմ գրում, ուղեցույցներ եմ գրում, էլի հայերենով ու ինչա։ Մարդիկ որ խոսում են դիսցիպլինայի մասին կամ թեկուզ չեն խոսում, ես եմ դա տեսնում իրենց գործունեության մեջ, իրենց մասնագիտության մեջ, միշտ մտքից մեջ ունենում եմ, որ այս մարդը հաստատ ինչ-որ սպորտային ակտիվություն ունի։ Ինձ թվում է իրենք իրար հետ են գալիս։ Դեպքերում ես ճիշտ եմ լինում։ Ինձ թվում է ընդհանուր սպորտային ակտիվությունը էլի դիսցիպլինայի մասն է խոսում։ Ես ուզում եմ ասել, որ նաև ես սկսել եմ վազել, որ զուտ այդ դիսցիպլինան ավելի ուժեղ իմ մեջ ձևավորվի։ Հա, որովհետև եթե դու կարողանում ես վազել, իմ մոդել այլի օրինակ այդպես ու ես ամեն անգամ տեսնում եի, որ եթե ես պահում եմ այդ դիսցիպլինան, ես այդ 3-4 օրը ստաբիլ վազում եմ ու մեկ էլ հանկարծ մի օր ես ավելի լավ եմ վազում, քան առաջ էր, այդ միայն այդ դիսցիպլինայի արդյունքն է։ Ֆինանսներն էլ լրիվ տենց, էլի դիսցիպլինայի բանը։ Այո։ Ես տենց մտածում եմ մի հատ տենց t-shirt սարքեի, ոնց որ you already have discipline, now you can also invest։ Ու տենց ինչ որ հետաքրքիր։ Շատ լավն էր։ Հա, կարելի է մտածել։ Բայց մերձ չունեմ։ Հենց այդ էին որ մտածում, արդեն հենց այդ քո։ Ես կարծում եմ որ մենք բոլորս արդեն ունենք բավարար t-shirt-ներ, բլոկնոտներ, ու մեզ պետք չի։ Խնայող տաթևի կա։ Այո, մենք բոլորս ունենք, գնացեք այն մյուս օգտագործեք։ Շատ լավն էր։ Ուզում եմ հետ գանք Ամստերդամին ու 21 տարեկան տաթևիկին, ով տեղափոխվեց Ամստերդամ։ Շատ հետաքրքիր է, 21 տարեկանում ոչ բոլորն են պատկերացնում ով ենք մենք, ինչ ենք ուզում այս կյանքից, բայց դու արդեն տեղափոխվել ես այնտեղ, մենակ ես։ Կպատմես ոնց եղավ, ոնց հարմարվեցիր այնտեղ, ոնց մնացիր։ Շատ հետաքրքիր հարց է, ես երևի որ հիմա տեղափոխվելու լինեի, չէի գնա, երևի 21-ում ավելի տենց խելառ էի այդ տեսանկյունից։ Նախ կասեմ, որ ինչ-որ բան, որ ուզում ես, ուղղակի պետք է երևի լիքը փորձես։ Ես մի քանի տեղ մագիստրատուրայի էի դիմել 21 տարեկանում ու բոլոր տեղերից ստացա մերժում։ Ու ես հիշում եմ այդ վերջին մերժման ժամանակ, ես չէի պատկերացնի, որ օրինակ ես Եվրոպայից հրավեր կունենամ ու գործով կգնամ ու վերջին մերժման ժամանակ ես ուղղակի 4 տարվա ծրագրավորող էի, որ սկսեցի մտածել, կարող է փորձեմ դիմել։ Երբեք չէի պատկերացնի, այսինքն որ հնարավոր է այդպես բաներ անել ու հիշում եմ որ Եվրոպայում մի շարք քաղաքներ ես այդ գիշերվա ընթացքում 100 տեղ դիմել եմ, մի տեղից ընդամենը եղել, ընդամենը այդ տեղը, որտեղ ես հիմա աշխատում եմ։ Շատ հետաքրքիր է, որովհետև զուտ փորձելու հիման վրա էր։ Շատ տեղեր cover letter-եր պետք գրել, այդ ամեն ինչ, ես ոչ մի բան չեմ գրել, որտեղ ես այդ գիշեր ժամանակ չունեի։ Ուղղակի ինձ թվում է բախտի բաներ այդ ժամանակ որ ստացվեց ու ես տենց ուրախ գնացի, որովհետև հետաքրքիր էր ինձ շատ ու շատ իրականում մենակ էի զգում, մեր գրասենյակում միակ հայը ես եմ ու միջև հիմա միակ հայը ես եմ, մենակ էի զգում, շատ ավելի ինտրովերտ էի, հաստատ հետո ստացվեց այնց որ մենք մի քանի էքստրովերտ մարդկանց ընդունեցինք ու իրենք այսպես ինձ ворթեգրեցին ու հիմա ես իրենց հետ էքստրովերտ եմ։ Շատ ուղղակի 21-ում եմ որ ինչ որ մի բան տեղի է ունենում, ասենց ուղղակի վերցնում ես ու անում ես։ Կարաս հետել կանգնես, պես նաև դժվարը ստեղից կտրվելու առումով։ Ընտանիքին թողնել ու գնալը։ Ես այնտեղ մենակ եմ գնացել, զուտ ինձ հետաքրքիր էր։ Մտածում եմ որ թե դուրս չգա, մի տարուց հետ կգնամ եւ այլն, բայց սկսեց դուրս գալ։ Չորչապով։ Իսկ սիրեցիր Ամստերդամը հենց։ Հա, սիրեցի, հա, շատ հանգիստ է իմ համար։ Չգիտեմ, շատ ուրախ եմ ես Ամստերդամում։ Ձմեռը շատ բարդ է լինում, որովհետև ժամը 4-ից ավելի մութ է, ու ցուրտ է, բայց ամառները շատ հաճելի է։
Հա, ես միշտ ցուրտ է տպավորվել իմ մեջ Ամստերդամը։ Հա, բավականին ցուրտ է։ Շատ քիչ է լինում, որ լավ եղանակ է լինում։ Ամառներն ավելի հետաքրքիր է, իմով որ հետ գնամ, ավելի լավ կանցնի։ Իսկ հետ կգաս Հայաստան, թե պատկերացնում ես այնտեղ։ Ինձ թվում է, հա։ Չեմ ուզի 100%-ով ասեմ, բայց պլաններում կա։ Շատ հետաքրքիր է, շատ հաճելի է։ Ես շատ եմ սիրում իրականում, որ հատկապես այն մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ արժեք ստեղծեն, անում են դա Հայաստանում։ Եթե ստացվում է այնպես, որ դրսից են անում դա Հայաստանի համար, էլի լավ է, բայց եթե հենց գալիս են Հայաստանում են ծավալում իրենց գործունեությունը, մի քանի անգամ ավելի լավ է։ Այո, լրիվ համաձայն եմ։ Այնպես որ մենք մեծ սիրով քեզ սպասում ենք այստեղ քո գործունեությունը ծավալելու։ Ես շնորհակալ եմ ոդկասթին հյուրընկալվելու համար։ Մերսի շատ Հայկույ ջան, շատ հաճելի էր։